Բարև ձեզ։ Ոնց եք։ Կարելի է բալիկի մի հատ նվիրեմ սրանից։ Ինչ անունը ճուտո։ Հա? Լավ եք, ոնց եք։ Լավ ենք, մերսի։ Էս որերորդ բալիկն ա ձեր։ Երրորդ։ Ահա, երրորդ եւ յուրաքանչյուր երրորդ հաջորդ երեխայի 50,000 նպաստները ստանում եք։ Շատ լավ է։ Ամեն ամիս ստանում եք, օգնում է ձեզ, գոհ եք, որ ստանում եք։ Իսկ երեխայի միջև 2 տարեկանի խնամքի նպաստ ստանում եք։ Ինչքան եք ստանում նպաստ։ 31,600 եւ 50,000 երեխայի 80,000 նպաստ եք ստանում։ Աշխատում է ձեր ամուսինը, թե չի աշխատում։ Բախի չի աշխատում։ Այսինքն դրանով եք ապրում, այդ 80,000 դրամով եք ապրում։ Այս վարձով է թե ձեր տունն է։ Հա, շատ լավ, շատ լավ։ Իսկ ինչ մասնագիտություն ունի ամուսինը։ Երեխեքը դպրոց գնում են, թե փոքր են։ Գնում են։ Շատ լավ, լավ եղեք, լավ եղեք։ Բարև ձեզ, բարև ձեզ, բարև ձեզ։ Ձեր ձերքը սեղմ է, ձեր ձերքը սեղմ է։ Հա, ոչինչ։ Մի հատ ձեզ ես մեր բանից մագնիս չկա։ Այս մագնիսից ձեզ նվիրեմ, Հայաստանի քարտեզն է։ Լավ եք։ Թոշակ ստանում եք։ Գիտեք, որ ավելացել է։ Գիտեմ։ Իսկ անկանխիկ կարողանում եք առևտուր անեք, թե չէ։ Ստացում եմ եք։ Ով է ձեր փոխարեն առևտուրանում։ Կինուն էլի, միասին մեկի հետ ապրում։ Հա, շատ լավ։ Իսկ գիտեք առողջության ապահովագրության մասին։ Գիտեմ, Բայց դիմել եք, թե չեք դիմել։ Չեմ կարան։ Ինչի։ Գնալը չեմ կարան։ Դե բայց դե ձեր ուղեկիցը ինչի չի ուղեկցի ձեզ։ Ինքը ունեմ աշխատանքի ուրգնական։ Տիկին Ավանեսյանը ստեղ չի, ընտանեկան բժիշկը չի գալիս, չի այցելում ձեր։ Մի րոպե։ Մի հատ եթե Ավանեսյանը ստեղա թող մոտենա, մի հատ առողջապահության նախարարը ստեղա, մի հատ մոտենա տենակ ձեր խնդիրներին ոնց կարանք օգնենք աջակցենք։ Կգնանք ժողովուրդը շատ է։ Մի բան մի քիչ նորմալ չէ էլի սարքած։ Ինչ մտքով, որ մարդիկ շատ է։ Տիկին Ավանեսյան, եթե մարդը խնդիր ունի առողջական բժշկական կենտրոն գնալու, ընտանեկան բժշկին կարա հրավիրի, այսինքն տնային այց կարող է ձևակերպեք, զանգեք բժշկական կենտրոն, ժամ կնշանակի, բժիշկը կգա։ Զանգելը դե ոչ հեռախոսում եմ։ Բայց դե ասեցիք, որ ուղեկից ունեք, չէ։ Ուղեկիցը ես հայերեն մի քիչ ենքան լավ։ Նկատի ունեմ սաժիծելնիցա ունեք, չէ։ Բա ինքը ինչի չի կարա զանգի, կանչ ձևակերպի։ Գնում աշխատանքի գնում։ Հա շատ լավ։ Եթե դուք ունեք համար հեռախոսի, ձեր համարը տամ իրանք ձեզ զանգեն։ Հա, ունեմ ես։ Դե ասեք համարը։ Գրեք տիկին Ավանեսյան, գրեք։ Հա, կամած բան արեք, ես ուր է հեռախոսը։ Հիմի այդ տներում մարդ չկար։ Հա։ Համար անգիր կարող է ձեր հիշեք։ Ասեք։ Ահա։ 94 54 Բան չի չբարելից։ Տվիք բան։ Չէ, դե ձեզ ենք սպաս։ Բարև ձեզ։ Ինչպես եք։ Ուզում եմ ձեզ մի հատ նվիրեմ։ Քանի տարեկան եք դուք։ 66։ Կարելի է, ես իմ ձեռով փակցնեմ, էլի։ Համենամ հարմար է, բայց հարմար է։ Ահա։ Եթե թույլ տալիս եք, հաճույքով կգամ։ Այս պահին եք մենակ, թե մենակ եք բնակ։ Ոնց եք։ Ինչ զբաղմունք ունեք։ Թոշակ եմ գնացել։ 66 տարեկան եք ասացիք։ Դե հիմա ձեր թոշակը ավելանում է, առողջության ապահովագրություն էլ ունեք։ Ես իրավապահ մարմիններում Դե առավել եւս ավելանում է, չգիտեմ ինչքան է ավելանում, բայց ավելանում է։ Այո,
զինվորական թոշակ եք ստանում։ Չէ, քնչականում եմ եղել։ Հա, շատ լավ։ Շատ լավ։ Ու առողջության ապահովագրությունն էլ ունեք։ Ունեմ։ Ստեղ հետաքրքիրը գիտեք ինչ, հիմա 3 դուռ բացեցինք, կներեք էլի 2 րոպե բան անեմ, ներկայացնեմ, 3 դուռ բացեցինք, 3-ում էլ մի տեղում 3-րդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան ծրագրի շահառու է եւ նաեւ միջև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանում եւ 2 մյուս դռները, որ թոշակառուներ էին, թոշակներն ավելանում եւ նաեւ առողջության ապահովագրությունը։ Իհարկե շատ լավ տեսք ունեք, ես ձեզ մաղթում եմ, որ առողջության ապահովագրությունից օգտվելու անհրաժեշտություն չունենաք, բայց Աստված եթե Աստված չանի, եթե անհրաժեշտություն ունենաք, առողջության ապահովագրություն ունենաք։ Լավ եղեք։ Կներեք ներխուժման համար։ Հարգելի գործընկերներ, ձեզ հետ եմ ուզում կիսվեմ հետևյալ տպավորությամբ։ Բարձացանք եւ 3 դուռ ծեծեցինք։ Բարև ձեզ։ 3 դուռ ծեծեցինք, հլա խնդրում եմ մեր թիմի ներկայացուցիչներին ուշադրություն։ 3 դուռ ծեծեցինք, ուրեմն պարզվեց 3 դռան հետևում էլ ապրում են մեր ծրագրերի շահառու մարդիկ։ Առաջին դուռը երրորդ երեխան էր ծնվել եւ երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան 50000 դրամներ ստանում եւ նաեւ երեխայի միջև 2 տարեկան խնամքի խնամքի նպաստը, այսինքն 50000 պլյուս 30000, դե ցավոք ասեց որ ամուսինը չի աշխատում, չգիտեմ, կարող է, բայց փաստացի այդ ընտանիքը ապրում է այդ 2 սոցիալական ծրագրի հաշվին։ Իհարկե հույս ունենանք որ ամուսինը աշխատանք կգտնի եւ կաշխատի։ Մյուս 2 դռներում թոշակառուներ էին, որոնց թոշակը 10000 դրամով բարձանում է, ֆորմալ նոմինալ թոշակը դե պարզ է, հետ վճարը եւս 10000 դրամ եւ երկուսն էլ առողջության ապահովագրության շահառու են։ Այսինքն պատահական սկզբունքով հարկ դուռ, որտեղ 3 դուռ, 3 ընտանիք եւ 3-ն էլ մեր սոցիալական ծրագրերի շահառու են։ Սա շատ կարեւոր արձանագրում է։ Հեսա ուրիշ դռներ էլ բացեցենք, ուրիշ տեղեր էլ